Ողջույն հարգելի հեռուստադիտող, եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է և ձեզ հետ ես եմ Սիրանուշ Օհանյանը, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի մասնագետ։ Հարգելի հեռուստադիտող, մեր այսօրվա հաղորդման ընթացքում մենք կփորձենք հակիրճ անդրադառնալ այն կարևոր խնդիրներին, որոնց հետ դուք կարող եք բախվել ծնողավարման ընթացքում, բայց այսօր շեշտը դնելու ենք հենց ձեր անձի վրա, քանի որ ինչպես հաճախ ենք սիրում ասել, դուք մտածում եք երեխաների բարօրության, խաղաղ մանկության, իրենց պահանջմունքների բավարարման մասին երկրորդ պլան մղելով ձեր զգացմունքները, հույզերը եւ այլն։ Իսկ ինչպես արդեն գիտեք, եթե դուք չլինեք հանգիստ, ունենաք տագնապներ, անհանգստություն եւ այլն, այդ ամենը չի կարող բացասաբար չանդրադառնալ ձեր երեխաների վրա։ Եկեք այսօրվա քննարկումը սկսենք ներարգանդային կյանքից, երբ երեխան դեռևս նոր է ձևավորվում եւ որքան կարեւոր են մայրիկի հույզերը, այն ամենը ինչ նա ապրում է, անմիջականորեն ազդում է նաեւ դեռևս չծնված բալիկի վրա։ Դրա համար շատ հաճախ ասում ենք, որ անհրաժեշտ է մայրիկի հոգեկան աշխարհը նյարդային համակարգը պահել խաղաղության մեջ եւ շատ կարեւոր է, որպեսզի մայրիկին շրջապատող մարդիկ հնարավորինս մեղմ, ջերմ եւ քնքուշ վերաբերեն մայրիկին, որպեսզի երեխան եւս այդ դրական լիցքերից իր օգուտն ունենա, այսպես ասած։ Հարգելի հեռուստադիտող, բացի այդ ծնող-երեխա կապի մասին եւս մի քանի խոսքով խոսենք ու հատկապես մայր-երեխա կապի մասին։ Ինչպես արդեն ասացինք, ներարգանդային կյանքի շրջանում երեխան բնականաբար շատ մեծ կախում ունի մայրիկից։ Նա մայրիկի միջոցով սնվում է, մայրիկի բոլոր ապրումներն ու հույզերն իր վրա անդրադառնում են, բայց բացի այդ, ծննդյան պահից սկսած եւս երեխայի համար առաջնային եւ կարեւոր անձը մայրիկն է։ Երբ երեխան զգում է մայրիկի մարմնի ջերմությունը, նա արդեն խաղաղվում է։ Չէ՞ որ նորածնության ժամանակաշրջանում երեխայի համար ամեն ինչը անսովոր եւ նոր է։ Պատկերացրեք խաղաղ ու հանգիստ միջավայրից, որտեղ անգամ սննդի համար անհանգստանալու կարիք չկար, երեխան հայտնվում է մի միջավայրում, որտեղ աղմուկ է, վառ լույսեր են եւ դեռ այդ ամենը բավական չէ, ինքը պետք է արդեն փորձի ինքնուրույն սնվել։ Դրա համար այդ ամենը բնականաբար երեխայի վրա ստրեսային ազդեցություն է ունենում եւ որքան շատ է մայրիկը գրկում երեխային մեղմ ձայնով խոսում իր հետ, որքան շատ է երեխան զգում մայրիկի մարմնի ջերմությունը, այնքան ավելի խաղաղ է լինում։ Այդ պատճառով էլ շատ ենք ասում ծնողներին, որ կարեւոր է մայրիկի ֆիզիկական ներկայությունը երեխայի նորածնությունից սկսած։ Հարգելի հեռուստադիտող, շատ կարևոր է, որպեսզի երեխան հատկապես նորածնության ժամանակաշրջանում զգա այդ ջերմությունը եւ անգամ եթե կյանքում հանգամանքները այնպես են դասավորվել, որ ծնողներից մեկը ու հատկապես մայրը ինչ-ինչ պատճառներով բացակայում է երեխայի կյանքից, շատ լավ կլինի, որպեսզի մյուս մեծահասակը կամ ծնողը կարողանան հնարավորության սահմաններում լրացնել այդ ջերմությունն ու սերը, որի կարիքը երեխան շատ ունի։ Առաջ գնալով ուզում եմ հիշեցնել ձեզ մեր հաղորդումներից մեկը, որը նվիրված էր ամուսնալուծության երևույթին եւ մենք այնտեղ խոսում էինք, թե որքան կարեւոր է, որպեսզի երեխան երկու ծնողին էլ տեսնի խաղաղ վիճակում եւ եթե տանը մշտական վեճեր են լինում ու ծնողները անընդհատ անհանգիստ լարված վիճակում են գտնվում, շատ կարեւոր է, որպեսզի երեխան հասկանա, որ այդ ամենն իրականում իրեն չի վերաբերվում եւ ծնողները շարունակում են իրեն սիրել այնպիսին, ինչպիսին որ կա։ Պարզապես ժամանակ առ ժամանակ մեծերի մոտ լինում են նման շրջաններ։ Ինչու հիշեցրեցի ձեզ այս հաղորդումը։ Ուզում եմ ասել, որ եթե ստացվել է այնպես, որ ծնողներից մեկը բացակայում է, պետք է այնուամենայնիվ երեխային դրական տրամադրել մյուս ծնողի նկատմամբ։ Իհարկե հասկանալի է, որ մեծերը վեճերի կամ որևէ այլ խնդրի պատճառով լարվածություն ունեն միմյանց նկատմամբ եւ երբեմն ցանկանում են այդ մասին բարձրաձայնել, որպեսզի մի փոքր հանգստանան, բայց այդ բոլոր բացասական խոսքերը երեխաների վրա շատ վատ ազդեցություն են ունենում։ Դե պատկերացրեք այն ապահովության զգացումը, որ գալիս է մայրիկից ու հայրիկից, եւ այն մարդիկ, ովքեր որ պետք է երեխային օգնեն կյանքում դժվարություններ հաղթահարել, դեռ մի բան էլ վիճելուց բացի անընդհատ վատաբանում են մեկը մյուսին։
Այդ պատճառով հարգելի հեռուստադիտող, անգամ եթե ձեր ներսում կուտակված շատ մեծ վիրավորանք կա, ձեր կնոջ կամ ամուսնու կամ մեկ այլ հարազատի նկատմամբ, փորձեք այդ ամենից զերծ պահել երեխային, որպեսզի նա տանը մշտական քննարկումներին ականատես եւ ականջալուր չլինի։ Նման դեպքերում դուք կկարողանաք երեխային օգնել, որպեսզի նա կարողանա ազատ արտահայտել իր զգացմունքները։ Այսինքն պատկերացրեք, եթե երեխան ուզում է պատմել իր հարազատի հանդեպ կարոտի զգացողության մասին, բայց դուք անընդհատ վատաբանում եք այդ մարդուն, նա ի վերջո կսովորի թաքցնել իր հույզերը, իր զգացմունքները եւ կլռի, բայց այդ լռության տակ իրականում բազմաթիվ խնդիրներ կլինեն թաքնված։ Իսկ որպեսզի դուք կարողանաք հաղթահարել այդ վիրավորանքի զգացողությունը կամ ցանկացած այլ ստրեսային իրավիճակում ճիշտ լուծում գտնել, անհրաժեշտ է, որպեսզի ժամանակ առ ժամանակ ծնողավարման հարցերը լուծելուց զատ դուք մտածեք նաև ինքներդ ձեր առողջության մասին։ Եվ խոսքը չի գնում իհարկե միայն ֆիզիկական առողջության մասին, կարևոր է հոգեբանական առողջությունը։ Տեսեք, երբ երեխան նոր ծնվում է, մայրիկը մշտապես գերհոգնած վիճակում է գտնվում, կիսաքուն, կիսարթուն, լարված եւ այլն, այդ ամենին գումարվում է նաեւ ժամանակ առ ժամանակ երեխայի լացը, ինչ-ինչ պատճառներով, չէ՞ որ երեխան դեռ փոքր ժամանակ չի կարող բացատրել, թե ինչի կարիք ունի, եւ նա կարող է ժամեր շարունակ լաց լինել։ Մայրիկի գերհոգնածության արդյունքում նա կարող է ժամանակ առ ժամանակ բարձր գոռալ, անհանգստանալ եւ նույնիսկ լաց լինել։ Չէ՞ որ հետծննդաբերական դեպրեսիայի ընթացքում մայրիկների հուզական վիճակը գերլարված է լինում ու շատ կարևոր է, որպեսզի այդ ժամանակահատվածում իրենց կողքին լինեն սատարող մարդիկ, ովքեր կհասկանան մայրիկների հոգեվիճակը, կփորձեն հնարավորինս թեթևացնել իրենց կենցաղային հոգսերը ու նաև ժամանակ տրամադրել, որպեսզի մայրիկը կարողանա մի փոքր զբաղվել ինքնախնամքով։ Ինքնախնամքի մասին մենք արդեն ունեցել ենք հաղորդում պատրաստ եւ հուսով ենք, որ այն բոլոր կետերը, որոնց անդրադարձել ենք, դուք արդեն կիրառում եք ձեր առօրյայում։ Հարգելի հեռուստադիտող, խոսեցինք մայրիկների մասին, բայց ուզում ենք նաև անդրադառնալ հայրիկներին։ Բացի մայրիկների հիմնական գործառույթը երեխայի կյանքում մանկությունից սկսած շատ մեծ ու կարևոր դեր են ունենում իհարկե նաև հայրիկները, չէ՞ որ հայրիկը երեխայի համար, այսպես ասած, անվտանգության երաշխիք է։ Հայրիկի կողքին երեխան իրեն պաշտպանված է զգում։ Ամեն հարց լուծելի է դառնում, երբ երեխայի կողքին լինում է հայրը։ Ու այն դրական հույզերը, որոնք փոխանցվում են հայրիկի կողմից երեխաներին, անփոխարինելի են։ Բայց շատ դեպքերում հայրիկի բացակայության պայմաններում երեխաների մոտ զարգանում է տագնապայնությունը, իրենք անընդհատ վտանգ են փնտրում անգամ այն դեպքերում ու այն իրավիճակներում, որոնք առաջին հայացքից բացարձակ անվտանգ են թվում։ Դրա համար, ինչպես արդեն ասացինք, եթե ընտանիքը կանգնած է ամուսնալուծության շեմին կամ եթե կան ինչ-ինչ պատճառներ ու հայրիկը բացակայում է ընտանիքից թեկուզ մի որոշ ժամանակով, կարևոր է, որպեսզի նրանց շփումը շարունակվի եւ այդ շփումը լինի դրական լույսի ներքո։ Հարգելի հեռուստադիտող, մի քանի խոսքով ներկայացնենք, թե ինչով է նաև շատ կարևոր ծնողի կերպարը ճիշտ պահելը։ Տեսեք, փոքրիկ երեխաները հակառակ սեռի ներկայացուցիչների մասին պատկերացում կազմում են իրենց ծնողների շնորհիվ։ Այսինքն տղա երեխաները մայրիկի կերպարով են պատկերացնում կանանց սեռը, իսկ աղջիկ երեխաներն էլ հայրիկի։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի այդ կերպարները լինեն դրական, լինեն հասկացող, երեխային մասին հոգ տանող եւ այլն։ Պատկերացրեք, որ երեխան տանը ունի մայրիկ, ով մշտապես իր հանդեպ շատ ուշադիր է, սիրում է իրեն, ջերմ խոսքեր է շռայլում, անգամ երբ երեխան որևէ սխալ է թույլ տալիս, միևնույն է օգնում է նրան, ուղղորդում է եւ առաջնորդում։ Բնականաբար տվյալ դեպքում երեխան դրական հույզեր է ապրում եւ այդ հույզերը ոչ միայն ուղղվում են մայրիկի կերպարին, այլ նաեւ ողջ կանանց սեռին։ Եվ հակառակը, եթե հայրիկը հոգատար եւ ուշադիր է աղջիկ երեխայի նկատմամբ, ամեն հարցում իրեն սատարում է, աջակցում է, աղջիկն արդեն դրական լույսի ներքո է պատկերացնում տղամարդկանց սեռը։
եւ ավելի հասուն տարիքում, երբ արդեն պետք է ընտրել կյանքի ընկեր ու կողակից, իրենք առաջնորդվում են իրենց մանկության տարիների կերպարով եւ այլևս չեն լարվում, չեն անհանգստանում, չեն տագնապում անգամ այդ շփումից։ Իսկ եթե երեխայի մանկության տարիներին մայրիկի կամ հայրիկի կերպարը բացասական է լինում, այսինքն մշտապես գոռգոռոցներ, աղմուկ, վեճեր եւ շատ ավելի բարդ կյանքի իրավիճակներ, շատ հավանական է, որ հատկապես նրբազգաց երեխաների մոտ ներքին տագնապ կլինի հակառակ սեռի նկատմամբ, անվստահություն եւ լարվածություն ու բացասական ակնկալիքներ։ Առաջին հայացքից թվում է, որ սովորական կենցաղային վեճեր բոլորի ընտանիքներում էլ լինում են։ Այո, իհարկե, ոչ ոքի ընտանիքը կատարյալ չէ, բայց երբ կենցաղային վեճերն ավարտվում են հաշտությամբ, ջերմ խոսքերով, գրկախառնություններով եւ երեխան էլ տեսնում է, որ դրանք բոլորը ժամանակավոր են, նա արդեն հասկանում է, որ եթե հետագայում իր ընտանիքում կամ իր անձնային հարաբերություններում ունենա վեճեր, միևնույն է դրանից իր կամ իր զուգընկերոջ սերը չի պակասելու։ Ճիշտ հակառակը, եթե վեճերը կառուցողական են, նրանք մեզ օգնում են, որպեսզի մենք մեկս մյուսին ավելի լավ հասկանանք, ավելի ճիշտ վարվենք հաջորդ անգամները։ Եթե դուք չիմանաք, որ ձեր ընկերը վիրավորվում է կամ տխրում է ձեր այդ արտահայտությունից, դուք անընդհատ դա կօգտագործեք։ Իսկ երբ որևէ բան դուք արդեն գիտեք նրա մասին, հաջորդ անգամներն ավելի զգույշ եւ նրբանկատ եք լինում։ Դրա համար շատ կարեւոր է, որ կառուցողական վեճերը երեխաների համար ավելի պարզ լինեն, դուք քննարկեք իրենց հետ, հասկանաք ինչն էր պատճառը եւ ի վերջո այդ ամենն ավարտվի իհարկե, ինչպես արդեն ասացինք, ջերմությամբ, սիրով եւ գրկախառնություններով։ Հարգելի հեռուստադիտող, հաղորդման երկրորդ հատվածում մեզ հյուր է եկել Մանեն, ով կօգնի, որպեսզի այսօր մենք ձեզ շատ հետաքրքիր խաղի պատրաստման եղանակ ցույց տանք։ Ողջույն Մանե, ինչպե՞ս ես։ Լավ։ Մանե ջան, մեր հեռուստադիտողին կասես, դու քանի տարեկան ես։ 6։ Շատ լավ։ Դպրոց ես հաճախ։ Այո։ Առաջին դասարան։ Այո։ Շատ լավ։ Մանե ջան, իսկ դու ինչպիսի խաղերով ես սիրում խաղալ։ Քույրիկներիս հետ խաղալ։ Շատ լավ։ Տիկնիկներով ես սիրում խաղալ, սիրում ես փազլ հավաքել, ավելի շատ ո՞ր խաղերն ես նախընտրում։ Փազլը։ Շատ լավ։ Տես, ես այսօր նախապես պատրաստել եմ այսպիսի քարտեր։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր խաղի համար մեզ պետք են թղթեր, մկրատ, կանոն եւ գունավոր մատիտներ։ Ես արդեն նախապես պատրաստել եմ այսպիսի քարտեր, որոնց վրա գունավոր մատիտների օգնությամբ նկարել եմ։ Այսօրվա մեր խաղը կօգնի, որպեսզի երեխաների մոտ զարգանա գունային ճանաչողությունը, երևակայությունը, տրամաբանությունը եւ համադրելու ունակությունը։ Հիմա ես Մանեին կխնդրեմ, որպեսզի նա ուշադիր նայի քարտերին եւ մեր գունավոր մատիտները դասավորի այնպես, ինչպես որ քարտերի վրա պատկերված է։ Մանե ջան, արի սկսենք առաջին քարտից։ Այստեղ մենք ունենք 3 գույն։ Խնդրում եմ հերթով թվիր, թե որ գույներն են այստեղ։ Վարդագույնը, կանաչը եւ սևը։ Շատ լավ։ Եթե դուք ուզում եք, որպեսզի երեխան գույներն ավելի լավ կարողանա յուրացնել, դուք իր մոտ կարող եք առաջացնել ասոցիացիաներ։ Օրինակ, Մանե ջան, դու կանաչ գույնով ինչ կարող ես հիշել։ Ինչն է լինում կանաչ։ Կանաչ գույնով։ Այո։ Պոտը։ Ապրես, երբ գարուն է գալիս, արդեն ծառերի տերևներն են կանաչում։ Ճիշտ ես։ Հարգելի հեռուստադիտող, սկսենք այս քարտից։ Մանե ջան, խնդրում եմ, ուշադիր նայիր քարտի գույներին եւ մատիտները դասավորիր, ինչպես այստեղ պատկերված է, ճիշտ հաջորդականությամբ։ Առաջինը որ գույնից ենք սկսում։ Վարդագույնից։ Վարդագույն մատիտը կարող ես դնել։ Ահա, հաջորդը։ Կանաչ։ Շատ լավ։ Եվ երրորդ գույնը Սև։ Ահա, ապրես։ Հիմա անցնենք հաջորդ պատկերին։ Մենք այսպիսի պատկեր եւս ունենք, իրականում պատկերները ես եմ ընտրել, բայց դուք կարող եք անսահման երևակայություն դրսևորել եւ այլ պատկերներ փորձել օգտագործել։ Ահա, Մանե ջան։ Հիմա փոխում ենք քարտը, փորձիր այսպես դասավորել։ Հիմա խնդրում եմ ուշադիր նայիր բոլոր գույներին եւ մատիտները դասավորիր ըստ պատկերի։
Առաջին, ահա, այո։ Որ գույններ մանե։ Սև, Իսկ հաջորդը որ գույնը պետք է վերցնենք։ նանջակույն, Տանեմ մի փոքր անգու, ահա։ Լավ, հետո կապույտը, ապրես, այո։ Եվ վերջում, նանջակույնը, շատ լավ։ Մանե ջան, երբ որ դու ուշադիր նայում ես մեր այսօրվա այս մի պատկերին, որ երկրաչափական պատկերն ես հիշում։ Այս պատկերը քեզ երկրաչափական որ պատկերը հիշեցրեց։ Քառակուսու նման է, չէ՞։ Ահա, քառանկյունը, քառանկյունը։ Դուք կարող եք նաև երեխաների հետ աշխատել այդ ուղղությամբ եւ երկրաչափական պատկերների նմանություն ստեղծել։ Օրինակ, եթե ես հիմա մատիտները տեղափոխեմ, մենք կունենանք նաև եռանկյան պատկեր։ Եթե վերցնեմ մեկ այլ մատիտ, ահա, այսպես։ Կախված նրանից, թե դուք ձեր առջև ինչ առաջադրանք եք դրել, այսինքն կոնկրետ որ ուղղվածությամբ եք ուզում զարգացնել երեխային, երևակայությունը, միգուցե գունային ճանաչողությունը կամ չափի ձևի ճանաչողությունը, դուք կարող եք այս խաղը կիրառել տարբեր կերպ։ Իսկ դու հավանեցիր մեր այսօրվա խաղը։ Կփորձես տանը խաղալ քույրիկների հետ։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, որ այսօր ինձ հյուր եկար եւ օգնեցիր։ Հարգելի հեռուստադիտող, այսօր ձեզ հետ ես էի Սիրանուշ Շոհանյանը եւ մեր գեղեցկուհի Մանեն։ Կհանդիպենք։